ինչ հիշում եմ ինձի գյուղատնտեսությամբ ենք զբաղվում փոքր ժամանակվանից, միշտ փորձել ենք մի բան անենք, որ մեր ընտանիքի վիճակը ավելի լավան, ավելի բարելավվի, մտել ենք ռիսկային բանի մեջ, փուլի մեջ վարկեր ենք մեծ վերցրել, այսօրվա դրությամբ ես 40 միլիոն դրամ վարկ եմ վերցրել, այս ջերմոցը կառուցել 14%-ով, ամեն օր դրա վրա փող ավելանում, արդեն խոսքի դա առելա 43 միլիոն, քանի 100,000 ու այդ հալով այս խնդիրները մեր շատանում նրա համար, որ այսօր մենք բույսը բերել ենք, հասցրել ենք վաճառքի ու չենք կարող այդ բույսը վաճառենք, այդ բերքը չենք կարող վաճառենք, որ մեր վարկերը տանք, որ մեր ընտանիքին պահենք, մեր հարցերն ու խնդիրները լուծենք։ Հազիվ մտածում ենք ոնց անենք, որ կարողանանք այդ ամսվա վարկը տանենք, փակենք, եթե վարկն էլ չփակիր ուշացրիր, քեզի անպատասխանատու մարդ է ճանաչում բանկը, մյուս անգամ որ դու լուրջ խնդիր խնդրեմ ունենաս, վարկի կարիք ունենաս, այդ վարկը չեն տալի։ Այդ իրանց առաջարկած տարբերակները նախարարի, փոխնախարարի առաջարկած տարբերակը այս խնդիրը չի լուծելու, որովհետև հեսա ընդամենը մի 20 օր հետո այդ առանց ջեռուցման ջերմոցների բերքերը որ հելավ, միացավ սրան, այդ ժամանակ 200 դրամ չէ, այդ ժամանակ իջնելու է 50 դրամ ու չի ծախվելու այս բերքերը։ Մենք թափելու ենք, ոնց որ այսօր մարդիկ թափում են իրանց միլիոն դոլարներով ծաղիկները։ Ամբողջ Հայաստանում միլիոն դոլարներով ծաղիկներ է թափվում։ Ու այդ ծաղիկները թափողները իրանց ծաղիկները այսօր քանդել են, ջերմոցի բույսը քանդել են, որոշել են, որ պամիդոր դնեն, վարունգ դնեն, օրինակ բանջար դնեն։ Մի քանի հոգի արդեն ինձ զանգել են, իմ ընկերներից ջերմոցատեր ընկերներ ունեմ, էլի ինպես զանգել են ինձ, որ ծաղիկ էին մշակում, ասում են, ախպեր, չենք կարող մեր ընտանիքը պահենք, մեր ծաղիկները թափում ենք, ասում են, ինչ պամիդորի սորտի անուն կտաս մեզի, խորհուրդ կտաս, ասում են ընկեր, որ այդ պամիդորը դնենք, մենք էլ կարենանք գոյնը թեկուս 100-200 դրամով ծախենք, սովամահ չլնենք։ Բայց իրանք էլ որ թեկվան սկսին պամիդոր դնելը, այդ ժամանակ արդեն այս պամիդորն էլ անգնելու ծաղիկի օրը թափելու ենք, եթե ոնց որ այսօր հիմա այստեղ մեր ապրանքը մեմանդարում չի ծախվում, այստեղ էլ ահագին մի 4-5 տոննա մենակ այս ջերմոցի մեջ մի հավաքած պամիդոր կա, այսի հենց մի ժամ առ ժամ փչանում է։ Մենք չենք կարող էսի տանենք ծախենք։ Հիմի որ ասում են տանենք Երևանում կետեր բացենք, վաճառենք։ Թո տանեն կետեր բացեն, վաճառեն։ Գալու է մարդը առնելու է 1 կիլոգրամ, ես ծախում եմ օրինակ համար 100 կիլոգրամ, այն 99 կիլոգրամը ես թափելու եմ, որովհետև այդ մարդը ինձանից չի առնելու, որ ես կարողանամ վաճառեմ։ Ոնց էլ ֆրանկ մենք բալուբոմու Հայաստանում ենք մեր ապրանքը վաճառում։ Մենք իրանք չեն տարբերակ առաջարկում օրինակի համար կողի պետություններում կամ ինչ-որ մի հատ ուրիշ պետությունում ապրանք վաճառելու։ Ասում են Երևանում վաճառենք։ Ինչ տարբերություն։ Ես արշալույսում եմ ապրանքը վաճառում, թե Երևանում եմ վաճառում։ Մեկը Հայաստանի բնակիչներն են այդ ամեն ինչ ուտում։ Մեր խնդրումը դրանով չի լուծվելու։ Ու վատը նրանում է, որ սենց գնաց, սենց շարունակվավ։ Ռուսաստանի հետ ես չգիտեմ խի կապերը խզին, բայց երբ որ սենց շարունակվավ այս կառավարությունը ոնց որ հիմի շարունակում է, տենց շարունակես Ռուսաստանի հետ խնդիրներ ունենալ, մեր խնդիրը այդ հալով ավելի խորանալու է։ Մեր ապրանքները վաբշե վատալնելու չի ծախվելու, մենք ունենալու ենք շատ մեծ խնդրեմ, արդեն հացի խնդիր ենք մենք ունենալու։ Ես 10 տարի առաջ, 10 տարի առաջ, 15 տարի առաջ ունեիմ 1000 մետր ջերմոց։ Այն ժամանակ ավելի լավ էի ապրում։ Դաշտերն էլ էինք մշակում, դաշտերի ապրանքները էլի ոչինչ, հարմար գներով ծախում ենք։ Հիմա դաշտի ապրանք չենք մշակում նրա համար, որտեվ դաշտի ապրանքը վաբշել չի ծախվում։ Դաշտի ապրանքը մարդիկ բարձում են, այդ չգիտեմ, լաֆետները, կամազները տանում են տոմատի գործարանը 50 դրամ, 30 դրամ, 70 դրամ, նայած տարի, նայած սեզոնի տանում են, ծախում են մի 2 կոպեկ փող են առնում, այնքան որ իրանց ընտանիքը սովամահ չլինի։ Ինքը որ ասում է բանը, ես հիացած եմ, ասում եմ 70 տոննա բանը, պամիդոր են մարդիկ մի հեկտարից քաղում։ Այդ 70 տոննայից 50 տոննան մենակ ծախսերն է իր այդում։ Էդի եթե նորմալ է ծախվում։ Իսկ ինչ վերաբերում է մեկ էլ ասում է բանը, սնկի պես ջերմոցները դե շատանում են, այսինքն լավ է ձեռ է տալի, որ մարդիկ շատացնում են, ոչ թե բանը լավ է ժողովրդի վիճակը, որ շատացնում են, այլ դաշտի ապրանքից էլ ընդհանրապես ոչ մի եկամուտ մարդիկ չեն կարող առնել, քանի որ այնի
ահավոր էժան է լինում, ոնց որ նոր մի քիչ առաջ ասեցի, բարձում են մարդիկ մեծ մեքենաները, տանում են տոմատի զավոդները, գործաները, որ հանձնեն, իրանց էլ ձեռ չի տալիս, ստիպված էթում են բանկից, վարկեր են վեկալում մեծ տոկոսներով, գալիս են մեկը 500 քառակուսի մետր, մեկը 5000 քառակուսի մետր, ով իշքան հնարավորություն ունի, ջերմոց են սարքում, որ կարողանան իրանց ընտանիքը պահեն։ Այսօր որ ուզում ես գյուղացիներին տենաս, գնա ցանկացած բանկ, ընդ գյուղացիք հավաքված են։ Այն օրը ես մտամ իմ վարկի հետ կապված, որ խոսայի խնդիրներս ստենայի ոնց եմ լուծում, 10 րոպեվա մեջ մի 30 հոգի մեր գյուղից, կոնկրետ մեր գյուղից, մարդ տեսամ ընդ։ Ասի ստեղ ենք իրար տենում մենակ, ասի ոնց որ գյուղում չենք էլ կարող տնանք, որովհետև սա զբաղված են, սա գործերով են, սա նրանց դարդ ու ցավով են, ոնց որ ասած։ Այսպես ինչ գնով է վաճառվում լոլիկը, հող շուկաներում եք դուք վաճառում։ Մենք վաճառում ենք ստե բանը Մեմանդարի շուկայում, մեկ էլ ստե բանը Մուղանա գրամփա, այտենց գյուղում այդ շուկա կա տրասի վրա, այդտեղ այդ երկու շուկայում ենք վաճառում, այս պահի դրությամբ այս պահի դրությամբ ասելով հերեկվանից սկսած 200 քանի դրամ է, տատանվում է այդ 200 քանի դրամի մեջ պարսկական պամիդորը մենք օրինակի համար sense սկզբից ասեմ որ པարզ լինի դեմից որ պարսկական պամիդորը բերին դե որ նոր էր հելե պամիդորը հələ ասենք շատ քիչ մարդիկ էին քաղում ծախում այդ ժամանակ 1000 դրամ էր պարսկական պամիդորը բերեցին դրին 800 դրամ մեր պամիդորը սկսեց չծախվելը մենք իջացինք ստիպված 800 դրամ իրանք իջացին 600 դրամ Էլի իրանցը ծախվավ, մերը չծախվավ, մենք ստիպված իջացինք 600 դրամ, ու սենց շարունակ իջացինք 400 դրամ, իջացինք 300 դրամ, մենք իջացնում ենք իրանց գինը, իրանք 200 դրամ մի անգամուց գին են իջացնում, ինչի համար, որովհետև իրանք գնացել են Պարսկաստանից էժանով առել են, բերել են Հայաստան, իրանց վրա խոսքի նստելա 50 կամ 100 դրամ, որ եթե իրա վրա նստած չլներ 100 դրամ, ինքը չէր կարա 200 բանը իջներ այդքան գին էլի 200 դրամով ծախեր, այսինքն էժանա նստե իրա վրա, որ ինքը բերել է 200 դրամով ծախում է, իրան ձեռա տալի։ 300 դրամից որ իջացնում, արդեն մարդը լրիվ մինուս այդում տակա տալ, էլ ինքը չի կարող իր խնդիրները լուծի, օրվա ծախսը չի կարող փակի։ Մարդկանց փող տա, թույնի փող տա, հոսանքի փող տա, սա ամեն ինչին մենք փող ենք տալի։ Այս ամեն ինչի վրա ամեն օր փող է ծախսվում։ Մինչև վերջի այդ քոլը քաշելն էլ, որ նորից թազա պետք է նոր բույս տնենք, մինչև այդ ժամանակ մենք ամեն օր փող ենք գումար ենք ծախսում այս մեր ջերմոցների վրա։ Մի անից ծախում ենք, մի անից բերում ենք, դնում ենք ջերմոցների վրա։ Ու այնքան հիմի այնքան վատ է, որ այդ դնելն էլ չենք կարող։ Արդեն էլ հնարավոր չի դաժե մեր ծախսերը փակել։ Էլ չեմ ասում եմ, որ վարգերն էլ չեն կարող տանք, հեսա որ սաղ կյանքս պարտաճանանչ։ Եսի մի 10 տարի ավել կլինի շատ վարգեմ վեկալ է անընդհատ ինչ-որ բան եմ արել, տարել եմ պարտաճանաչ վարգերս փակվել եմ, հիմա ես մտածում եմ հեսա կաղագա ժամանակ է, ես չկարողանամ այդ վարգը, որ եկավ օրը փակվեմ ու ինձ ավտոմատ գցելու են սև ցուցակ, անպատասխանատու մարդու այն պիտակ են կպցնելու բանկում, բայց խոսքի մարդիկ չեն մտածում, որ ոչ թե մենք անպատասխանատու ենք, այլ մեր աբրանքները այն տիպի են էժանացել, որ մենք չենք կարող վաճառենք, որ տանենք խոսքի մեր վարգը փակվենք։ Հիմա այսօրվանից նաև Ռուսաստանն է սահմանափակումներ կիրառում, ըստեյության այդ մեծ տնտեսվարողներն էլ խոշոր ավելի մեծ ջերմոցներ ունեցողներն էլ պիտի բերեն էլի Հայաստանի շուկայում վաճառեն, եթե այլ երկրներ հնարավորություն չունենան տանելու։ Դա ինչպես է ազդելու, այսինքն ավելի է լճանալու շուկան ու ավելի էժանանալու։ Ահա որ է լինելու։ Այսօր քանի որ ծաղիկը սկզբից վատ եղավ փակվավ, մի հատ կար ծաղիկից ասեմ, նույնը կասեմ պամիդորից։ Ծաղիկը այսօր մեր շուկան, որ կա մի հատ Հրազդանում է, բանում այդ մարզադաշտի մոտ մի հատ Չարբախում է, Ձիարշավարանի մոտը։ Մենք այնտեղ ենք տանում ծաղիկը վաճառում, ես էլ եմ ծաղիկ մշակել։ Ծաղիկը այսօր 100 հազարավոր հեկտարներով Հայաստանում դրած է։ Մարդիկ այլ շուկա չեն բերում, պերամոտ թափում են, որովհետև իմաստ չկա։ Եթե իրանք բերին այդ աբրանքը հասցնին շուկա, շուկայի մեջ մտավ այդ ծաղիկը 10 րոպե հետո խոսքի օրինակ վարդի բուկետը արժի մի մետրանոց օրինակ են բերում 10000 դրամ 10 րոպե հետո իջնելու է 100 դրամ ընդհանրապես ոչ մեկ չի առնելու որտեվ նույն սնունդի պես կա ասենք օրինակի համար
300 վաճառող ծաղիկ է, գնող վաճառող։ Այդ 300 հոգին իրանց ապրանքը առնելու են, ինչքան որ իրանց հարկավոր է։ Մնացած ապրանքը մնալու է, մարդիկ թափելու են։ Մարդն էլ որ մինչև թափելը մարդիկ փորձում են թեկուզ էժանով վաճառեն, որ թեկուզ իրանց ավտոյի գազի փողն անեն, հետեթան տուն կամ ինչ-որ մի հատ տենց թեթև խնդիր լուծեն, մինչև այդ բան են անում։ Իջացնում են գինը մինչև անգամ 100 դրամ, մենք ծաղիկը բանը վաճառում էինք մինչև իսկ եթե շատանում էր մի քիչ 3, 4, 5 կապը, 6 կապը 1000 դրամ։ Խանութում կարող է մի կապը դրած լինի 1000 դրամ կամ խոսքի 5000 դրամ, բայց մենք վաճառում էինք 3, 4, 5 կապը 1000 դրամ ստիպված, որ չէր ծախվում։ Ինչի համար, որովհետև լճացում էր տվել։ Հələ էդի որ ասում եմ, մի պահ, սենց մի քանի օր հանգարց չէին արտահանում, այդ վիճակն էր ելնում։ Հետո որ արտահանում էին, գները կարգավորվում էր, որ չեմ ասում շատ թանկ էր ելնում, բայց այն որ նորմալ էր ելնում, մարդիկ կարում էին էլի գոյն իրանց ընտանիքը պահեն, իրանց վարկերը փակվեն եւ այլն։ Հիմա այս ծաղիկները որ թափվել այս 100 հազարավոր հեկտարներով, այս ծաղիկների տերերը, ասում եմ անձամբ ինձ արդեն մի քանի հոգի իմ ընկերներից զանգել են, որ ծաղիկ էին մշակում, ասում են ուզում ենք պամիդոր դնենք, վարունգ դնենք, բանջարեղեն դնեն։ Հələ միջև էդի որ ասում եմ մի 10-15 օր առաջ էին զանգել, ինչի համար, որովհետև բանը պամիդորը հələ այդ ժամանակ ծախվում էր։ Իրանք մտածում էին թե պամիդորը լավ է, կայանի գոյնենի չի ծախվում, թեքվենք պամիդոր դնենք, բայց հիմի որ պամիդորն էլ սենց է լավ, այս մարդիկը մի չգիտեմ ինչ են անելու։ Ու այսօր գյուղացիքի հիմնական գյուղացիքի ապրուստը հող մշակելն է, ջերմոց մշակելն է, մենք կողմնակի եկամուտ չունենք, ոչ աշխատավարձ ենք ստանում, ոչ ինչ-որ մեզի դսից փող են ուղարկում բարեկամներ, օրինակի համար այն որ կարող է 1000-ից մեկին օգնեն, 1000-ից մեկին, բայց հիմնական 90%, 99% ժողովուրդը այս ապրանքով է ապրում։ Հիմա եթե էսի չծախվավ, հասարակ արդեն դաժե հացի խնդիր ենք մենք ունենալու։ Սովորական հաց ուտելու խնդիր ենք ունենալու։ Քանի տոննա եք դուք օրինակ տարեկան աճեցնում եւ օրինակ դուք կկարողանաք գնալ այդպես արկղ վաճառել այդ շուկայում, որ իրենք առաջարկում են։ Անհնարին բան է արկղ վաճառել։ Նախ քաղաքացի ժողովուրդ ես ընդեղ էլ բարեկամներ ունեմ։ Ընդեղ ոչ մեկ մի արկղ պամիդոր կամ կարտոշկա չի առին։ Մարդիկ կիլով են առնում, նախ առաջինը որ չփչացնեն, երկրորդը դաժե եթե հնարավոր լինի, ինչքանով որ տեղյակ եմ, ինչքանով որ դաժե անգամ կիսած ապրանքներ են ծախում կամ ասես փոքր պակետներով, որ մարդիկ կան վերցնեն այդան սուպերմարկետները դրած։ Մարդկա զերը ճանի ձմերուկը 3 կտոր կանեն, մի մասը կվեքալեն, կտանեն որ ուտեն։ Ինչի մասին է խոսքը։ Արկղով կառնի, ասենք պամիդոր տանուտի։ Հասարակ եթե դուք կառնեք արկղով տանեք դնեք ձեր տունը, վրայից մի 4 հատ ուտեք, մնացածը մնա փչանա։ Բնականաբար չեք առնի։ Ոչ մեկ էլ արկղով չի առնի։ Հետո անգամ եթե դաժե արկղով էլ առնեն, օրինակ եմ բերում, եթե անգամ դաժե արկղով էլ առնեն թեկուզև, էլի դա հարցի լուծում չի, որովհետև սպառողը քիչ է։ Մեկա չենք արենալու մեր ապրանքները ռեալիզացնենք Հայաստանում։ Դա անհնարին բան է։ Այսօր տրասով որ այդպես կլումնիկ ծախողները սա հերթով կանգնած հոկտեմբերյանի արմավիրի տրասին կանգնած կլումնիկ են ծախում, որովհետև շուկայում համ զոր են արդեն ծախում, համ բանը, այնտեղ էլ կայնելու տեղ էլ չկա, մարդիկ այդում են հասարակ կանգնելու տեղ չկա, պրոբլեմա, որ մարդը կարենա, էթա կանգնի, իր ապրանքը ծախի։ Այսօր կլումնիկն էլ հետ ուղարկեցին, ֆուրերը փագին, այդպես ծանոթներ ընկերներ ունեն, որ ֆուրերով դուս էին տանում, իրանք էլ ասում են փագել են, չեն թողում տանենք։ Ասում ենք տենան կարանք մի բան անենք, բայց ոչ մի բան էլ չեն կարանեն, որովհետև Պերիամո Ռուսաստան որ տանում են, այդ երկրի ղեկավարը Պերիամո ինքը ասել է, վсё, արգելվում է, ոչ մի բան չի արվել, դաժե խոպանչիներից բռնած, հեսա սաղին ուզում են հետ ուղարկեն։ Չէ, ընդհանրապես խզում են մեր այդ կապերը։ Ինչի համար մեր կառավարության պատճառով։ Մեր կառավարությունը, չգիտեմ, խի որոշել է, որ Ռուսաստանի հետ կապերը պետք է խզենք, ասենք, չգիտեմ, ես շատ եմ ամ Թուրքիայի, Ադրբեջանի հետ բարեկամություն անենք, որը որ վապշե իմ սրտով չի ընդհանրապես։ Ու համոզված եմ ոչ մի հայ սրտով չի, որ ադրբեջանցու հետ մենք ապրենք։ Այդ բաներով էր, որ ասում ես, բանը Ալեն Սիմոնյանը ասում էր բանա, ինչի՞ չէ, կգա ժամանակ, ասում էր, մենք եթանք Ադրբեջան կապրենք, ադրբեջանցի կգան ստե կապրեն, էդի ահավոր ալնելու։ Էդի մեզի տանելա կործանման, քիչ-քիչ իրանք քանակով շատ են։ Կգան կլծվեն Հայաստան, մի քանի տարի հետո, չգիտեմ, 5-10 տարի հետո հայերը կպրծնեն, ստե կդառնան սա ադրբեջանցի, առանց պատերազմի կգրավեն, երկիրը վсё։ Կեթա, ոնց որ այսօր
Բարսկաստան, որ այդպես է դեմի գյուղերը, սա ադրբեջանցի են, պարսիկ չեն, ընդեղել են նվաճ է ահագին տեղեր, պրոստը պարսիկները ի տարբերություն մեզ այնքան շատ են, որ նրանց այդ մի քանի գյուղը չի երևում, բայց ստե որ մի քանի գյուղ ադրբեջանցի գա ապրի, մի քանի տարի հետո կբազմանան, մեզնից կանցնեն։ Այսօր մենք շատ լուրջ խնդրի խնդրի առաջ ենք կանգնած։ Այսօր իմ երեխու հացի խնդիրը դառնում է խնդրեմ։ Իմ համար էլ հետաքրքիր չէ, ոչ մեկից ոչ վախենում եմ, ոչ մեկից ոչ ամանչում եմ, ոչ մեկից էլ չեմ քաշվում, որ իմ խնդիրը բարձրացնեմ։ Իմ համար խնդրեմ չի։ Ես որ սաղ կյանքս քաղաքականությամբ չեմ զբաղվել, անոր ասում ամեն մեկս մեր գործով ենք զբաղվել։ Այսօր արդեն ես հետաքրքրվում եմ քաղաքականությամբ, որտեվ տենում եմ իմ երկիրը կործանվում է։ Այդ հիմա դեպի կործանման։ Էսի ոչ մեկի սեփականությունը չի։ Ոչ վարչապետի սեփականությունն է, ոչ նախարարի, ոչ մարզպետի, ոչ էլ որևիցե մեկի։ Էսի իմ ու քո բոլոր հայ ազգի սեփականությունն է, ու իրավունք չունի այտենց մեկը, որ որոշի Հայաստանի ճակատագիրը ինքը կամ 10 հոգի կամ 20 հոգի։ Իրավունք չունեն։ Իրավունք ունի ամբողջ հայ ազգը որոշելու։ Ու ասում եմ, կգա օրը, կտենանք, բան չմնաց։ Այդ որ ասում են ամսի 7-ից հետո սենց ընեն, ամսի 7-ից հետո կգա օրը, ու եթե Նիկոլ Փաշինյանը կանցնի, մեր հայ ազգը կտենա, թե ինչա կատարվում։ Ու Թուրքիայի սահմանը թող բացվի, այդ ժամանակ մենք լրիվ, այն որ ասում վարի ենք եթալու։ Բերելու են Թուրքիայի ապրանքը լցնեն ստեղ, ընդհանրապես գյուղատնտեսությունը մահանալու է, մեր ջերմոցները լրիվ քանդելու են, երկաթի տեղ կտանք, պարսիկները լավ առնում են երկաթ, սիրում են։ Մի ամիս 10 օր էլ է ծախածով կաբրենք կամ լավ ասենք թե մի տարի կաբրենք, ըտուց հետո սովամահ կլինենք, կպրծնենք։ Որտեվ ուրիշ տարբերակ մենք չունենք փող աշխատելու։ Մեր փող աշխատելու, մեր ընտանիքը պահելու միակ միջոցը այս ջերմոցներն է։ Ուրիշ տարբերակ չունենք։ Կարծես թե ոչ միայն դուք եք հանդիպման արդյունքներից դժգոհ, այլ նաև մյուս գյուղացիները։ Նախ որքան ժամանակ կսպասեք եւ հետագա ձեր քայլերն ինչպեսին կլինեն։ Հնարավոր է որ իրենք բողոքի ակցիաներ կազմակերպեն։ Միանշանակ մարդիկ, որ սկսին սովամահ լնելը, ոչ թե մենակ բողոքի ակցիա են անելու, ամեն ծայրահեղ քայլի կետան, մեկը պալուբոմում մեռնելու է, ինչ տարբերություն։ Այդ հաս մեռնես, թե սովամահ լնես, հələ սովամահներով տանջվում ես։ Բնականաբար բոլոր գյուղացիք հլնելու են, այդ խնդիրը առաջանալու է, ամեն ինչ էլ անելու են։ Ես կոնկրետ չգիտեմ ինչ կանեն, ոնց կանեն, կամ ես ինչ կանեմ, ինչ քայլերի կետամ, ես չեմ պլանավորել ինչ-որ բաներ անելու, բայց ասում եմ, եթե ես զգացի իմ ընտանիքը սովամահ լնեմ, թող մահանան ուրեմն այդ սովամահ անողները։ Իմ համար արդեն մեռնել ապրելը մի հաշիվ ալնելու։ Ու ամեն քայլի պատրաստ եմ լնելու էթալու այդ ժամանակ, եթե այտեն շարունակվավ ու մենակ ես չէ, ժողովուրդը ստիպված արդեն այդ ժամանակ հլնելու են էթան։ Շատեն էլ ինչի համար հիմի չեն հլնում, այտենց ինչ-որ խնդիրներ առաջացնեն այս պահին, որովհետև մնաց ընդամենը մի քանի օր, սպասում են տենան ընտրություններին ինչ ալեմ, կարող կառավարություն փոխվի, մեր երկիրը դզվի, եթե չփոխվավ, սենց շարունակվավ այդ ժամանակ այն որ պատերազմ, քաղաքացիական պատերազմ անգամ կլինի, որտեվ մարդը ելն եմ ասում, եթե սովամա եղավ, ինքը ավտոմատ հլնելու է պատերազմելու։ Մարդը ինչի ասես ընդունակ է։ Եթե սովամա ելավ, ամեն ինչի ընդունակ է մարդը։ Էդի հիմի չգիտեմ, իրանք այդ հարցի ոնց են նայում, ոնց են լուծում, բայց չեն կարողանալու կոնկրետ Հայաստանի մեջ այդ հարցը լուծեն։ Հայաստանում շուկաներ ավելացնելով ոչ մի հարց չի լուծվում։ Այն որ Էդի անհնարին բան է։ Բոլորն էլ որ դուս եկանք, էլի մարդիկ էլ ասում են, ո ինչ հարցի լուծում տվին, որ ոչ մի հարցի լուծում։ Ուղղակի նստանք, սենց ջերմ զրուցինք, հելանք գնացինք ամեն մեկս մեր տներով։ Ոչ մի հարցի լուծում չելավ։ Այս պամիդորը չծախվավ։ Ոչ գինը ավելացավ, ոչ էլ ծախվավ։ Այսօր որ այստեղ ես մի 3-4 տոննա մենակ հենց հիմա ասում եմ ջերմոցի մեջ հավաքած պամիդոր կա։ Մի այդքան շուկայում չի կարում ծախի, մեր ընկերը որ տարել է, չի կարում ծախի, այն որ արկղ մի կերպ, չգիտեմ, էժանով, ինչ գնով կարելի ասել ուզում են տալիս է, այդ վիճակն է։ Ու քոլերի վրա էլ բերքը որ կա, այս պամիդորները, որ հիմա պետք է հավաքվեն, հեսա մի օր հետո սրանք սա, ասենք այդ մեծերը կարմրելու են։ Հետևից նորից գալիս է։ Եթե ես էսի չեմ ծախենի, ոնց եմ ծախելու։ Այդ խնդիրը, խնդրեմը մենք ունենք
ու լուծումն էլ այսօր ոչ տենում ենք, ոչ էլ ինչ-որ մեկը ասում է այդ խնդիրն ու խնդրումը կլուծեմ։ Հա որ ես էլ բան ելնեի, վարչապետ, նախարար կամ դեպուտատ ելնեի, հեշտ պետքս էլ չէր լինի, աշխատավարձով կապրեի օրինակի համար, բայց այսօր իմ աշխատավարձը այս բանից ջերմոցից եմ ես ստանում։ Այսօր էլ այնց են արել, որ իմ աշխատավարձը կտրել են, այսինքն ես չեմ կարող գումար ստանամ, որ իմ ընտանիքի հարցերը լուծեմ։